ակնկալում էինք շատ բարձր մասնակցություն, այսինքն նախորդից հաշված, նախորդին 26,000 եղել մասնակցությունը, մենք կարող ենք փաստել, որ մոտ 14,000-ով արդեն ավելին է ու դեռ 2 ժամ էլ կա ընտրությունների ավարտին, էլ ավելի է բարձրանալու մասնակցությունը, սա նաև ցուցիչ է նրա, որ մեր բոլոր մեսիջները, որը մենք տվել ենք մեր ընտրողներին, տեղ հասել են, մարդիկ գիտակցել են, հասկացել են, որ ընտրությունների պետք է մասնակցեն, տեսնենք, թե ինչպիսի ավարտ կունենա այսօրվա երեկոն։ Պարոն Մխիթարյան, քիչ առաջ Մարտին Գրիգորյանը ընդդիմադիր մասնակիցը թեկնածուն լրագրողներին հրավիրեց եւ հայտարարեց, որ բռնաճնշումները իր թիմի նկատմամբ շարունակվում են, մասնավորապես իր թիմակիցների ավականու անդամի թեկնածուների մեքենաները տարվել են անհայտ ուղղությամբ, առևանգել են դաշինքի ավականու թեկնածուին Անահիտ Խալափյանին, ինչպես եք վերաբերում այս դեպքերին եւ ընդհանրապես ինչպես եք գնահատում ընտրական process-ը։ Առավոտվանից բազմաթիվ ընտրախախտումներ են տեղի ունեցել, այդ ամեն ինչը արձանագրել եք թե դուք, թե մեր վստահված անձիկ, թե դիտորդները ընտրախախտումները համատարած են եւ այնպիսի ընտրախախտումներ են տեղի ունենում զավեշտի շարքից արդեն քվեաթերթիկ վերցնել փախնելով եւ այլն, հա։ Ամեն դեպքում սա իհարկե շատ բնորոշ է իշխող ուժի վախերին, այդ նորմալ է։ Իհարկե աննորմալ է, երբ որ գողանում են, առևանգում են ավականու թեկնածուին, այդ իմ համար անհասկանալի է ընդհանրապես, որովհետև բռնաճնշում չանվանես, դա բա ինչ անվանես։ Ես վստահ եմ, որ էլի ինչ որ բաներ ենք մենք լսելու, էլի ինչ որ բաներ ենք տեսնելու, ինչքանով ոչ մեզ են հասնում լուրերը, քաղաքում արդեն շշուկով խոսում են նրա մասին, որ լուրջ անհանգստություն կա իշխող ուժի շտաբերում եւ շատ ճիշտ են անում, որ անհանգստանում են։ Դա էլ դրդում է իրենց, որպեսզի իրենք ոչ համաչափ ու ոչ իրավաչափ գործողություններ անեն։ Միջազգային վաղ առավոտից լրագրողները ֆիքսել են մի քանի տեղամասերի մոտ գտնվում է քաղաքացիական պայմանագրի շտաբը, երբ մարդիկ մտնում դուրս են գալիս, մեքենաներ են հսկում, ունեք նման ավազանգեր։ Տեսել ենք, լրատվությամբ էլ ենք տեսել, մեր գործընկերներն էլ են ֆիքսել այդ ամեն ինչը ու էլի ասում եմ, այն ամեն ինչը ինչ որ կատարվում է, process-ի առումով աննորմալ է, բայց շատ բնորոշ է իշխող ուժի գործելավոճին, ինձ ուղղակի իմ կողմից ուզում եմ մեր ընտրողներին էլի ասել անպայման գնացեք ընտրությունների, անպայման մնացել է մի 2 ժամ, գնացեք ձեր քաղաքացիական պարտքը կատարեք, որպեսզի հանգիստ խղճով այսօր նստեք երեկոյան թեյի սեղանի շուրջ հետևեք, թե ինչպես է հայրաքաղաքը պատասխանում այս ամեն ինչին։